Փառք Տիրոջը այսօրվա համար։ Քանի որ այսօր հաղորդությունը անդամական է, բնականաբար պատգամի ֆորմատն էլ մի քիչ այլ է, որովհետև այնինչ որ խոսում ենք հաղորդության ժամանակ, ամեն անգամ չէ որ խոսում ենք։ Բայց ես խոսելու եմ շատ հայտնի Սաղմոսից, 23 Սաղմոսը, միասին այստեղ հասկանանք, տեսնենք ինչ ունի Աստված մեզ ասելու։ Որովհետև 23 Սաղմոսում շատ բան կա այստեղ, որ Դավիթը խոսում էր եւ մեզ էլ հասել է եւ մեզ համար շատ սիրելի Սաղմոս է, բայց այստեղ բաներ կա, որ մեզ մտածելու տեղ է տալիս, մեզ խորհելու տեղ է տալիս եւ օրհնյալ լինի Տերը եւ իր խոսքը, որ երբ որ կարդում ենք, մեզ բերում է այնտեղ, որ մենք այստեղ խորհելու բան ունենք։ Առաջի խոսքից ասում է Տերը իմ հովիվս է, ես ոչ մի բանի կարոտություն պիտի չունենամ։ Ինձ խոտավետ արոտների մեջ կպարկեցնի, հանդարտ ջրերի մոտ ինձ կառաջնորդի։ Դավիթը հետևյալ հայտարարությունն է անում եւ այստեղ կարծում եմ, որ մտածելու բան կա։ Տերը իմ հովիվս է։ Եվ այդ պատճառով է ասում, որ ես կարոտություն պիտի չունենամ։ Ես երբ կարոտություն չեմ ունենում, երբ որ Տերը իմ հովիվն է։ Իսկ եթե ես մտածում եմ, որ ինձ մտածելու տեղ է տալիս, իսկ եթե Տերը իմ հովիվը չէ, չէ, ես հավատում եմ, ես հռչակում եմ, ես դավանում եմ, որ Տերը իմ հովիվն է։ Սա դավանելով չէ, որ Տերը մեր հովիվն է։ Սա մեր ապրած կյանքով է երևում, Տերը մեր հովիվն է, թե ոչ։ Որովհետև եթե նա Տեր է, Տիրոջ առջև խոնարհվում են։ Տիրոջ նկատմամբ երկյուղացություն են ունենում։ Նրան պատվում են, նրան հարգում են։ Երբ որ նա գալիս է, ներս է մտնում, ոտքի են կանգնում։ Տիրոջը փորձում են հաճեցնել։ Սա Տիրոջ նկատմամբ իր ծառայի վերաբերմունքը պիտի լինի։ Եվ եթե նա Տեր է, եւ ես նրա ծառան եմ, ես ինչպես ուզեմ եւ ինչ ուզեմ, այդպես անել չեմ կարող։ Բավականին բաներ կա, որ մենք Տիրոջը պիտի հարցնենք, սա մենք անենք, թե չանենք։ Հետաքրքիրն այն է, այն ինչ որ Տիրոջը պիտի հարցնենք, չենք հարցնում եւ այն ինչ որ Տիրոջը չպիտի հարցնենք, դա ենք ասում Տիրոջը։ Եվ Դավիթը այդ պատճառով է, որ հենց սկզբից էլ ասում է Տերը իմ հովիվս է, դրա պատճառով է, որ ես կարոտություն չունեմ։ Ես չեմ կարծում, որ կարոտություն չունենալը սովորաբար մենք հատկապես վերջի ժամանակները կամ վերջի մի քանի տասնյակ տարիներ մենք մտածում ենք, որ այն ինչ որ այսպեսի բաներ են գրված, սա նյութականի հետ է։ Կարոտություն, ես չեմ կարծում, որ սա մենակ նյութականի մասին է, հոգևոր կարոտություն։ Նա է բավարարում մեր ներսը, մեր հոգին նա կարող է բավարարել։ Մենք ներսով բավարարված ենք զգում, երբ որ նրա հետ հաղորդակցություն ունենք եւ ինքը մեր Տերն է։ Եվ ասում է ինքը ինձ խոտավետ արոտների մեջ պարկեցնում է, հանդարտ ջրերի մոտ է առաջնորդում, եւ որ ես սա կարդում եմ, հասկանում եմ, որ ինքը ինձ հետ է։ Դավիթն ասում է, ինձ տանում է, ինքը, այսինքն Դավիթի հետ էր միշտ։ Եվ մենք Սուրբ գրքում, երբ որ կարդում ենք, հասկանում ենք եւ այդտեղ էլ վկայում է, որ Տերը միշտ Դավիթի հետ էր։ Սա մտածելու բան է։ Ես հարցադրումներ, որ անում եմ, ես մտածում եմ, որ այդ հարցադրումների ամեն մեկս մեր պատասխանը պիտի ունենանք։ Արդյոք Տերը մեզ հանդարտ ջրերի մոտ է առաջնորդում։ Արդյոք հանգստություն ունեմ, թե երբ որ տանը խնդիր կա, սրանք այսպես ամեն մեկս կարծում եմ մեր մտածելու բանը պիտի ունենանք։ Ինձ խոտավետ արոտների մեջ կպարկեցնի, հանդարտ ջրերի մոտ ինձ կառաջնորդի, ամեն մեկս ուզում ենք, որ այս խաղաղություն ունենանք։ Եվ Աստծո խոսքը մեզ հիշեցնում է, որ ինքը խաղաղության Աստվածը,
Աստված, խաղաղության Աստված է։ Այն մարդը, այն Աստծուն հավատացող մարդը, եթե իր հոգևոր կյանքում, իր ներսում, իր խաղաղությունը կորցնում է, մտածելու բան ունի։ Ես իրավունք չունեմ իմ խաղաղությունը կորցնելու, անկախ ամեն ինչից, որովհետև ես նրան եմ հուսացել, եւ ինքը խաղաղության Աստվածն է, որ մեզ հանդարտ ջրերի մոտ է առաջնորդում։ Հոգիս նորոգում է իր անվան համար արդարության ճանապարհների մեջ կառաջնորդի ինձ։ Այստեղ ուզում եմ, որ նայենք, իր անվան համար է անում, ոչ թե որ մենք մեզ լավ զգանք։ Երբ որ մենք մեզ լավ ենք զգում, նկատել եք, որ մենք երբ որ մենք մեզ լավ ենք զգում, մենք մտածում ենք, որ այլ դժվար ժամանակներ չեն գալու։ Ես մի ժամանակ այստեղ աղոթքաժողովից հետո խոսելուց ասեցի, Ադամը, երբ որ դրախտում է, երբեք չէր մտածում, որ դրսում խավար կա կամ փուշ ու տատաս կա։ Մենք երբ որ ամեն բան լավ է մեր մոտ, Երեմիայի մարգարեության մեջ ասում է քո հաջողության ժամանակ ես քեզ խոսեցի, դու ասեցիր ես չեմ լսելու, որովհետև ամեն բան լավ է։ Բայց երբ որ Աստված մեր կյանքում ամեն բան լավ է անում, իր անվան փառքի համար է անում, որ մեզ արդարության ճանապարհների մեջ առաջնորդի, որը որ այս աշխարհում չկա։ Արդարություն աշխարհում սпасելը միամտություն է։ Արդարություն միայն Քրիստոսի մեջ է, իր խոսքի մեջ է, որ ամեն նրան հավատացողը պահում է իր կյանքի մեջ։ Ամեն։ Գաղատացիս 6-րդ գլխի 7-րդ խոսքում ասում է. մի խաբվեք, Աստված ծաղր չի լինում։ Մենք այսօր եկել ենք Քրիստոսի հետ մեր հաղորդությունը ունենալու։ Ես ուզում եմ, որ միջև մենք հաղորդություն կունենանք, մենք ամեն մեկս մտածենք։ Գիտես, այնքան հարաբերություններ կա, որ փչացած է, այնքան անխաղաղ սիրտ կա, այնքան փոթորիկ կա մեր ներսում, բայց արի տես, որ Տիրոջ նկատմամբ մի քիչ առաջ իմ ասածը, որ երկյուղը չկա, ես այնքան եմ վերցրել, ոչինչ բան էլ չի եղել։ Գիտեք, մեր ներսում խի շատ անխաղաղություն կա, ես հեսա մի քիչ հետո մյուս բանին էլ կանրադառնամ, խի այդքան մեր մեջ անխաղաղություն կա, անկայունություն կա, որովհետև այդպես ենք մոտեցել հաղորդությանը։ Մի խաբվիր, Աստված ծաղր չի լինում։ Թեև մահվան շուքի ձորի մեջ էլ պտտեմ, չարից պիտի չվախենամ։ Այս տողերը, երբ որ կարդում ենք, մենք հաճախ մեր կյանքի մեջ հռչակում ենք, բայց երբ որ մեր կյանքում պրոբլեմ է լինում, նկատել ես ինչքան խուճապի ենք մատնվում։ Մահվան շուքի ձոր չէ, պրոբլեմ։ Առօրյայի պրոբլեմ, ֆինանսական պրոբլեմ։ Բայց այստեղ Դավիթն ասում է այնքան վստահ է իր Տիրոջ վրա, որ ասում է մահվան շուքի ձորով էլ անցնեմ, չարից չեմ վախենա։ Ուղղակի չեմ վախենա։ Որովհետև Տերը ինձ հետ է, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եվ այստեղ դիմում է ասում է քո ցուպն ու գավազանը նրանք ինձ մխիթարում են։ Հետաքրքիր է, որ ցուպն ու գավազանը հասկանալի էր, որ Տերը իմ հովիվն է եւ հասկանալի է, որ հովություն անում են գառներին։ Եվ ինչ էր ցուպը գավազանը հովի ձեռքում։ Երբ որ հանկարծ գառը փորձում էր մի քիչ շեղվեր, մի հատ հարված էր ուտում, որպեսզի գառ միանար հոտին։ Բայց այստեղ ասում է այն ցավը, որ պատճառվում է ինձ մխիթարում է։ Քո ցուպն ու գավազանը ինձ մխիթարում է։ Ինչքան հարց ունես Տիրոջը։ Երբ որ նեղությունով անցնում ես, ինչքան հարց ունես Տիրոջը։ Ինչի էսպես չի լինում, ինչի այնպես չի լինում, ինչի այնպես չի լինում։ Աստված իր ցուպն ու գավազանը թող մեզանից երբեք չկտրի։ Պահի մեզ։ Որովհետև մենք մարդ ենք ու մենք հաճախ ենք շեղվում, թեքվում մեր ճանապարհից։
Գիտեք, երկրորդ Կորինթացիս 7-րդ գլխի 10-րդ խոսքն ասում է, որովհետև Աստծո ուզածի պես եղած տրտմությունը փրկության համար ապաշխարություն է։ Եվ դրանից զղջալ պետք չի, որ տրտմում ենք։ Թող նրա ցուպն ու գավազանը ինձ մխիթարի, որովհետև երբ որ ես նեղությունից հետո ապաշխարում եմ, հասկանում եմ, որ ինքը արդար էր, որ ինքը ճիշտ էր անում, եթե ինքը իր ցուպն ու գավազանը ինձանից կտրեր, ես հիմա ուրիշ տեղ կլինեի։ Օրհնյալ լինի Տիրոջ որոշումները ու Տիրոջ կամքը։ Թեև մահվան շուքի ձորի մեջ էլ պտտեմ, չարից պիտի չվախենամ, որովհետև դու ինձ հետ ես, քո ցուպն ու գավազանը ինձ պիտի մխիթարի։ Ինչքան ուզում է նեղություն լինել, միևնույն է, նրա ցուպն ու գավազանը մեզ մխիթարել գիտի։ Երբեք մի նեղվի այն իրավիճակներից, որ Աստծո իմացությամբ մենք հայտնվել ենք դրա մեջ։ Երբեմն մեր խելքից, երբեմն էլ Աստված տեղյակ է։ Բայց եթե նա իմ Տերն է, ես կասեմ քո ցուպն ու գավազանը ինձ մխիթարում է։ Բայց եթե նա իմ Տերը չէ, ես մոռացել եմ նրա ողորմությունը իմ կյանքում, նրա ցուպն ու գավազանը ինձ համար օտար կլինեն։ Օտար կլինի, ինձ ցավ կպատճառի, ոչ թե կմխիթարի։ Ինձ ցավ կպատճառի։ Իսկ ես չեմ ուզում, ես ուզում եմ, որ երբ որ ինքը Տերն է, ինձ պահի իր ներկայության մեջ, որովհետև ինքը բարի ու ողորմած Աստված է։ Հինգերորդ խոսքում ասում է. սեղան կպատրաստեմ իմ առջևս իմ թշնամիների դիմաց։ Երբ որ մենք սա կարդում ենք, ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ մենք սա կարդում էինք կամ լսում էինք, շատերը մեզ ասում են, էսի էնա, որ ոչինչ էլի կներեք ես բառիս համար, բայց որ հասկանալ լինի, Աստված թշնամուն կերցնում է, որ տեսեք ինչ եմ անում։ Ժողովուրդ, այսօր ասում է, սեղան կպատրաստի իմ առջևս իմ թշնամու դիմաց, սա սրա մասին է խոսում։ Այստեղ այն մարդիկ են, ովքեր Աստծո հետ ուխտ արած են։ Եվ ամեն անգամ, երբ որ թշնամին տեսնում է, սատանան տեսնում է իմ ու քո հաղորդությունը Տիրոջ հետ, որը որ ուղիղ է, ինքը իր պարտությունն է հիշում։ Բայց եթե մենք այդպես չենք մոտենում, ներողություն, որ այստեղ այսպես ասեմ, մենք մեր պարտությունն ենք անում։ Ամեն անգամ հաղորդության ժամանակ առաջի Կորինթացիս 11-րդ գլխի 29 համարը, երբ որ մեզ հիշեցվում է, որովհետև նա որ արժանաբար կուտի ու կխմի։ Կարծում եք, որ Աստված սեղան է պատրաստում, այնտեղ ով ուզում եւ ինչպես ուզում է մոտենում է, ոչ, ընտրվածներն են։ Նրանք, ովքեր որ կարող են վստահ ասել, որ նա իմ Տերն է։ Նա իմ Տերն է եւ ես ամեն անգամ, երբ որ տեղաշարժ եմ լինում, նրանից հարցնում եմ։ Իմ հոգևոր ծառայությունների համար նրանից հարցնում եմ։ Իմ ընթացքի համար նրանից հարցնում եմ։ Եվ ես մտածում եմ, այնինչ իմ Տիրոջ դուրը չի գալի, ես դա չանեմ, եթե ես հիմա էլ անում եմ, ամեն ջանքին վրաս առած ետ կանգնեմ։ Որպիսի այն սեղանը, որ իմ առջև, իմ դիմաց թշնամու առջև դրված է, ես արժանաբար մոտենամ։ Արժանաբար մոտենամ։ Հարաբերություններ փչացած ես գալիս եմ Տիրոջ առաջ։ Գիտեք չէ, որ հիպերշնոր գաղափարի մեջ, նաև սա էլ կա, որ եթե դու ինչ-որ սխալ արել ես, ներողություն խնդրի ու անցի առաջ, ամեն բան լավ է։ Ոչինչ, որ վաղը նորից կանես դու։ Եթե դու մի սխալը այսօր ներողություն ես խնդրում, վաղը նորից անում ես, ես կարծում եմ, որ խոստովանելու կարիք ունես։
Լավ է այսօր մեկի մոտ խոստովանես, քանց թե այն օրը բոլորի մոտ։ Միևնույն է, խոստովանելու ենք։ Եթե այսօր չէ վաղը, եթե վաղը չէ միսօրը, լավ է որ այսօր։ Եթե արժանի չեմ, լավ է որ հետ կանգնեմ, որովհետև նա ով արժանաբար կուտի ու կխմի, իր անձի դատապարտությունը կուտի ու կխմի, եւ Տիրոջ մարմինը չի արժեքավորում։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մենք Տիրոջ շնորհքի ու ողորմության տակ ենք եւ գիտենք, որ նա մեզ ինչքան է սիրում, բայց նա իր սկզբունքները չի խախտում։ Չի խախտում։ Երբ որ մենք գալիս ենք այստեղ, մենք մեր հարցերը լուծած պիտի գանք այստեղ, որովհետև նա է սեղան պատրաստողը։ Մենք պիտի հասկանանք ինչ է նրա արյան գինը իմ եւ քեզ համար, եւ ինչ էր նրա մարմնի կտրվելը ինձ եւ քեզ համար։ Եթե ես անարժանաբար եմ մոտենում, ես ուրախացնում եմ թշնամուն, բայց եթե ես գիտակցաբար եմ մոտենում, ես տրտմեցնում եմ թշնամուն։ Եվ թող Տերը մեզ պահի, եւ Տերը մեզ օրհնի, որ մենք գիտակցաբար մոտենանք։ Նա մեր Տերն է, նա մեր հայրն է, նա մեր ավակ եղբայրն է, մեր բարեկամն է։ Բայց նա ասում է. երբ որ դու գալիս ես իմ տուն, իմ սեղանից օգտվելու, լավ է որ իմ կանոններով շարժվես։ Իմ տան օրենքներով շարժվես, որովհետև այդ օրենքները դնողը մարդը չէ, Տերն է, իր խոսքն է։ Սա ամենակարող Աստծո բերանից դուրս եկած խոսքն է, որ մարդիկ գրի առան։ Երկինքը խոսեց, անարժանաբար չմոտենաք։ Դա երկինքն է խոսել, դա մարդը չի գրել։ Եթե մենք Տիրոջ առջև ուղիղ ենք եւ այդպես մոտենում ենք, 6-րդ խոսքում ասում է հիրավի բարերարությունն ու ողորմությունը ինձի հետ պիտի գա կյանքիս բոլոր օրերի մեջ ու շատ օրեր Տիրոջ տունը պիտի բնակվեմ։ Ինչքան մարդիկ գիտենք, որ տանն են եղել, Աստծո տանն են եղել, հիմա չեն։ Հիմա չեն։ Ես չեմ ասում, որ միայն պատճառը սա է, բայց պատճառներից մեկը կամ գլխավորներից մեկը սա է եղել, որ նա անարժանաբար է մոտեցել։ Ու հիմա Տիրոջ տան չէ։ Բայց եթե ես արժանաբար եմ մոտենում, որովհետև ես գիտեմ ով է պատրաստել եւ իր համար է պատրաստել, որպեսզի ինձ բերի այն գիտակցման, որ ինքն է Տերը, ոչ թե ես, որ ինքն է կարևորը, ոչ թե ես, որ ինքն է առաջնայինը, ոչ թե ես, եւ ոչ թե միայն իր տան մեջ, այլ քո տան մեջ էլ, այլ քո աշխատանքի վայրում էլ, այլ հասարակության մեջ եւ իրար հետ հաղորդակցության մեջ էլ ինքն է Տերը եւ ինքն է կարևորը մեր կյանքի բոլոր ընթացքի մեջ եւ եթե ինքն է կարևորը ասում է նրա բարերարությունն ու ողորմությունը ինձի հետ պիտի գա կյանքիս բոլոր օրերի մեջ ու շատ օրեր ես Տիրոջ տան մեջ կբնակվեմ օրհնյալ լինեն նրանք որ Տիրոջ տանն են եւ շարունակում են մնալ բայց եթե մենք չորոշենք, չարժեքավորենք հաղորդությունը, ժամանակի հարց է, որ դու մի օր կհայտնաբերես քեզ, որ դու Տիրոջ տանը չես էլ։ Ես ուխտ եմ արել ու իմ ուխտը մինչև կյանքիս վերջ կպահեմ։ Շատ ենք լսել, շատ։ Եվ եթե մեկը մտածում է, որ ինքը հաստատ կանգնած է, թող զգուշ լինի։ Թող զգուշ լինի։ Շատ ենք տեսել։ Եկեք, որ մեր անձերը քննենք, երբ որ մենք գալիս ենք այն սեղանի առաջ, որ ամենակարող Աստված է պատրաստել։ Ինքն է որոշել, որ այսպես լինի իր տան մեջ, ոչ թե հովիվները կամ խորհուրդը որոշեց, այլ ամենակարող Աստված որոշեց, որովհետև Պողոս առաքյալը այդպես էլ ասում է. այն, որ Տիրոջից ընդունեցի, ձեզ էլ ավանդեցի։
որ անարժանաբար չմոտենաք։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Եկեք ներողություն խնդրենք, եկեք Տիրոջ առաջ գանք։ Ես կարծում եմ, որ մեր որոշումը պիտի լինի, որ եթե մենք միջև այստեղ ինչ-որ բաներ շատ արել ենք, այս աղոթքից հետո այլևս էլ չկրկնենք։ Եթե կրկնում ենք, օրհնյալ լինի մեր Տերը, որ հնարավորություն է տվել, որ հովիվներ կան, որոնք որ կարող են աղոթել, որոնք որ կարող են ձեր խոստովանությունն ընդունել ու այդ հարցերը լուծել։ Եկեք, որ այդպես վարվենք, ինչպես երկինքը խոսեց։ Մեր երկնային Հայր, մենք գալիս ենք քո ներկայության մեջ։ Գիտենք, որ դու ողորմած ես, գիտենք, որ դու շնորհառատ ես, քո բարությանը սահման չկա, քո սերը սահման չունի, դու սեր ես, Տեր։ Բայց մենք ներողություն ենք խնդրում մեր մեղավոր մարմնի, մեր մեղավոր սխալների համար, այն մեղքերի համար, այն սխալների համար, Տեր, որոնք որ գիտակցաբար թե անգիտակցաբար արել ենք, Տեր։ Մենք ներողություն ենք խնդրում, Տեր, այն սխալ մտքերի համար, այն սխալ արտահայտությունների համար, այն հարաբերությունների համար, Տեր, որ մենք պետք է ունենայինք, բայց չունենք, Տեր, այն սխալ բաների համար, որոնք որ մենք լսել ենք, որոնք որ մեր տեսել ենք, Տեր, որ մեր սրտի մեջ ընկել է, մենք ներողություն ենք խնդրում մեր Աստված։ Եվ մենք խնդրում ենք, որ քո ամենակավի ճայրունը մաքրի մեզ, սրբացնի մեզ, Տեր։ Այո, մենք գիտակցաբար ասում ենք, Տեր, ներողություն, Տեր, գալիս ենք քո առաջ եւ ասում, Աստված իմ, ներիր մեզ, Տեր։ Գիտենք, Տեր, ինչ ենք անում, Աստված իմ, գիտենք, որ մենք մոտենում ենք այն սեղանը, Տեր, որ դու սուրբ ես անվանել, Տեր, եւ անարժանաբար թույլ չես տալի, որ մոտենանք, Տեր, բայց շնորհակալ ենք քո շնորհքի համար, որ դու արժանացնում ես, երբ որ զղջում կա, երբ որ ապաշխարության տրտմություն կա, Տեր, գիտենք, որ դու արժանացնում ես, թող օրհնյալ լինի քո անունը, Տեր, քո անունը փառավորվի այս վայրի մեջ, Տեր, եւ այս ծառայության մեջ, Հայր, շնորհակալ ենք քեզանից։ Amen.